Առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյան, համեցեք։ Հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, շատ ենք խոսում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների աճի մասին։ Վերջին տարիներին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված հանցագործությունների թիվը աճել է մի քանի անգամ։ Հանցագործությունների կանխարգելման համար երկու ճանապարհ կա։ Պատիժը պետք է լինի խիստ եւ անխուսափելի։ Այս երկու սկզբունքները փոխլրացնող են եւ պետք է կիրառել միաժամանակ։ Անցած տարի մենք ընդունել ենք իմ կողմից հեղինակած օրենքի նախագծերի փաթեթը, որով ոստիկանությանը 24 ժամյա հասանելիություն ենք տրամադրել հազարավոր տեսախցիկների հանրապետության ամբողջ տարածքում։ Երբ համակարգը սկսի ամբողջությամբ աշխատել, սա բերելու է բոլոր տեսակի հանցագործությունների բացահայտման թվի աճի։ Երբ մեզ հաջողվի մեծ ծածկույթ ունեցող տեսախցիկների շնորհիվ ժամերի ընթացքում բացահայտել դժվար բացահայտելի համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, սա կբերի ծավալների էական նվազման, նաև հանցագործությունների նախականխման եւ կանխարգելման միջոցով։ Ժամանակն է, որպեսզի թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների կրճատման համար կիրառենք նաև երկրորդ սկզբունքը։ Պատիժը պետք է լինի խիստ եւ համադրելի արարքի ծանրության հետ։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հանցագործությունների պատժաչափերը։ Առաջին, իրացնելու նպատակով թմրամիջոց արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը եւ իրացնելը, եթե տեղի ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, օրինակ Telegram կանալով, ապա պատիժը առաջարկում եմ խստացնել եւ 3-ից 6 տարվա փոխարեն նախատեսել 4-ից 8 տարվա պատիժ։ Համանման պատժի խստացում եմ առաջարկում իրականացնել նաեւ արարքը անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելու դեպքում։ Իսկ նույն հանցագործությունը անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելու դեպքում, այսինքն անչափահասին թմրամիջոց վաճառելու կամ վաճառքի մեջ անչափահասին ներգրավելու դեպքում, առաջարկում եմ առավել խիստ պատիժ սահմանել եւ 3-ից 6 տարվա ազատազրկման փոխարեն նախատեսել 6-ից 12 տարվա պատիժ։ Նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար խիստ պատիժներ են սահմանվում։ Մի շարք երկրներում նախատեսվում է անգամ մահապատիժ։ Այդ երկրներն են Չինաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Ինդոնեզիան, Սինգապուրը, Թայլանդը, Վիետնամը, Միացյալ Արաբական Էմիրությունները։ Բազմաթիվ զարգացած երկրներում նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում։ Այդ երկրներն են Հնդկաստանը, Պակիստանը, Եգիպտոսը, Քուվեյթը, Օմանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Կանադան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան։ Նաև քննարկումների արդյունքում գործընկերներին առաջարկել են, որպեսզի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության համար մենք նույնպես ավելի բարձր պատժաչափեր նախատեսենք, ինչպես դա անում են օրինակ Անգլիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում, որովհետև մեր գործող օրենսդրությամբ առավելագույն պատիժը իրացման նպատակով խոշոր չափերի թմրամիջոցների իրացման համար դա 12 տարին է եւ ինչ որ ծավալից հետո պատժաչափերը չեն փոխվում։ Օրինակ հերոինի վաճառքի դեպքում 0.8 գրամից բարձրը համարվում է առանձնապես խոշոր չափ եւ էական չէ։ Վաճառողը վաճառում է 1 գրամ հերոին, 10 կիլոգրամ, 100 կիլոգրամ, 1 տոննա թե 10 տոննա, պատիժը այսօր սահմանվում է 6-ից 12 տարի։ Առաջարկում որպեսզի խոշոր չափերով իրացման դեպքում նախատեսենք մինչև 20 տարվա ազատազրկում, բայց այսօրվա փաթեթը, որը ներկայացնում եմ, խստացումները վերաբերվել են, ինչպես նշեցի, Telegram կանալներով, տեղեկատվական տեխնոլոգիաներով թմրամիջոցների վաճառքի եւ անչափահասների ներգրավմամբ կամ անչափահասների նկատմամբ հանցագործություններ անելու դեպքում մնացածը առաջինից երկրորդ ընթերցում կքննարկենք եւ հույս ունեմ, որ առավել կխստացնենք հանցագործությունների համար պատժաչափերը, որպեսզի սա բերի հանցագործությունների թվի նվազման։ Իմ նպատակը կամ պետության նպատակը չի կարող լինել քաղաքացիներին երկար ժամկետով կալանքի մեջ պահելը,
քանի որ դա պետությանը որևէ բան չի տալու ծախսից բացի, բայց սա կարող է բերել հանցագործությունների թվի նվազման, քանի որ խիստ պատիժի դեպքում շատ մեր հայրենակիցներ կամ ոչ հայրենակիցներ, ովքեր ներգրավված են կամ կցանկանան ներգրավել այս հանցավոր գործունեության մեջ, իրենց համար կունենա կանխարգելիչ նշանակություն։ Շնորհակալ եմ։ Հարցերի համար հերթագրում։ Հերթագրված